Իրանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իսրայել համատեղ ռազմական գործողությունները շարունակվել են նաև այս գիշեր։ Հարվածներ են հասցվել Թեհրանին եւ երկրի մի շարք այլ ուղղությունների։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի տվյալներով գործողության մեկնարկից ի վեր ամբողջ Իրանի տարածքում թիրախավորվել է 2000 օբյեկտ, ոչնչացվել 17 նավ, այդ թվում 1 սուզանավ։ Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ընթացքը հաջող է։ Նրա խոսքով Իրանի նավատորմը, ռազմաօդային ուժերի եւ օդային հայտնաբերման համակարգը փաստացի չեզոքացվել են։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ Իրանը շարունակում է հրթիռակոծել Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող թիրախներ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածում է հրթիռների արձակման ենթակառուցվածքներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն անդրադարձել է նաև Իրանում հնարավոր քաղաքական զարգացումներին, նշելով, որ ամենավատ սցենարը կլինի, եթե գործողություններից հետո իշխանության կա նույն քաղաքական գծով առաջնորդ։ Միևնույն ժամանակ իրանական եւ միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել սպանված Այաթոլլա Ալի Խամենեիի որդին Մեջթաբա Խամենեին։ Ըստ լուրերի, այդ որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից կազմված խորհուրդը։ Իրանի իշխանությունը եւ պետական լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը։ Նույն աղբյուրի տվյալներով Մեջթաբա Խամենեիի ընտրության որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի ճնշման պայմաններում։ Ըստ New York Times-ի, որոշ հոգևորականներ մտավախություն են հայտնել, որ Մեջթաբա Խամենեիի նշանակումը կարող է նրան դարձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հնարավոր թիրախ։ Պատերազմի հետևանքով զոհերի վերաբերյալ ՌԱՆ կազմակերպությունը նոր տվյալներ է հաղորդել, ըստ որի փետրվարի 28-ից ի վեր Իրանում զոհվել է 1097 խաղաղ բնակիչ, այդ թվում 181 երեխա, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 5400-ը։ Հարվածներն ու հակահարվածները շարունակվել են նաև տարածաշրջանի այլ երկրներում։ Իրանը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի, նաև Պարսից ծոցի մի շարք երկրների տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Քուվեյթը հայտնել է բեկորների հետևանքով 1 երեխայի մահվան մասին, իսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է 2 հրթիռի եւ 1 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Բահրեյնի բանակը հայտարարել է, որ Իրանի հարվածների մեկնարկից ի վեր խոցել է 74 հրթիռ եւ 92 անօդաչու թռչող սարք։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ բալիստիկ հրթիռների եւ ԱԹՍ-ների կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Իրաքում եւս մի շարք ռազմական օբյեկտներ են թիրախավորվել։ CBS-ի հաղորդմամբ անօդաչու թռչող սարքերը հարվածել են կենտրոնական հետախուզական վարչության օբյեկտներին, իսկ ավելի վաղ տեղեկություններ են շրջանառվում նաև Սաուդյան Արաբիայում գտնվող որոշ օբյեկտների վրա նման հարձակումների մասին։ Տեղական աղբյուրները հաղորդում են նաև Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան Վիկտորիա ռազմաբազայի ուղղությամբ ԱԹՍ հարձակման մասին։ Լարվածությունը շարունակվում է նաև Լիբանանում։ Իսրայելը ուժեղացրել է հարվածները Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ։ Լիբանանի կառավարության տվյալներով հարձակումների հետևանքով տեղահանվել է ավելի քան 58000 մարդ, իսկ զոհերի թիվը գերազանցում է 50-ը։ Տեղական աղբյուրները հաղորդում են նաև բնակելի շենքերի եւ հյուրանոցի ուղղությամբ հարվածների հետևանքով առնվազն 10 զոհի մասին։ Մարտի 2-ին Հեզբոլահը հայտարարել էր Իսրայելի դեմ պատերազմի մեջ մտնելու մասին, ինչից հետո Իսրայելը հայտարարել է շարժման դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Տարածաշրջանում լարվածությունն անդրադարձել է նաև ծովային երթուղիներին։ Հորմուզի նեղուցի մուտքի եւ ելքի մոտ կուտակվել են տասնյակ տանկերներ այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել է նեղուցի փակման մասին։ Իրանական կողմը հայտարարում է, որ նեղուցը գտնվում է իր ռազմածովային ուժերի լիակատար վերահսկողության տակ, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ամերիկյան նավատորմը կսկսի տանկերների ուղեկցումը նեղուցով։ Տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Կիպրոսը։ Նոր զարգացումներ են արձանագրվում նաև Իրանի արևմտյան ուղղությամբ։ Reuters-ի փոխանցմամբ իրանական քրդական զինված խմբավորումները խորհրդակցություններ են անցկացնում Միացյալ Նահանգների հետ Իրանի արևմտյան հատվածում անվտանգության ուժերի վրա հնարավոր հարձակումների վերաբերյալ։ Հաղորդվում է, որ Իրաքյան Քուրդիստանում տեղակայված կոալիցիան նպատակ ունի թուլացնել Իրանի ռազմական ներուժը եւ ստեղծել պայմաններ ներքին ապստամբության համար։ Reuters-ի տվյալներով քրդական ուժերը դիմել են Վաշինգտոնին ռազմական աջակցության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության
միջոցով սպառազինության մատակարարման խնդրանքով, թեև գործողության վերջնական որոշում դեռ չի կայացվել, աղբյուրի փոխանցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հեռախոսազրույց է ունեցել Իրաքյան Քուրդիստանի ղեկավարների հետ։ Սպիտակ տունը, Պենտագոնը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունը առայժմ հրաժարվում են պաշտոնական մեկնաբանություններից, սակայն աղբյուրները նշում են, որ Էրբիլում եւ Բաղդադում քննարկումները շարունակվում են ակտիվ փուլում։ Իրանում անվտանգության կառույցները հայտարարել են ձերբակալության մասին Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի կողմից ձերբակալվել է Ղոդս ուժերի հրամանատար Իսմայիլ Քահանին։ Նրան մեղադրում են Իսրայելի հետախուզական ծառայության Մոսադի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դիվանագիտական շփումները նույնպես շարունակվում են։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Իրաքի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ Ալ-Արաջին քննարկել են երկու երկրների գործակցությունն ընդհանուր սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միաժամանակ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է դեմ հանդես գա այնպիսի գործողություններին, որոնք հիշեցնում են պատմական նացիստական մտածելակերպը։ Նրա խոսքով Եվրամիության որոշ անդամներ Գերմանիայի կանցլերի ճնշման տակ հայտնվել են պատմության սխալ կողմում, աջակցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողություններին Իրանի դեմ, եւ միությունը պետք է հավատարիմ մնա միջազգային իրավունքի եւ արդարադատության սկզբունքներին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Մոսկվան որևէ ապացույց չի տեսել, թե Իրանը միջուկային զենք է մշակում։ Նրա խոսքով Իրանի դեմ պատերազմը կարող է հակառակ ազդեցություն ունենալ եւ խթանել միջուկային զինման ձգտումները տարածաշրջանում։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին էլ հայտարարել է, որ հակամարտությունը միջազգային անվտանգության համակարգի ձախողման եւս մեկ օրինակ է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։